Հոլանդիայում երեխաները դպրոցում ուտում են կոնֆետ կամ չիպսեր գնելով ապարատներից եւ բլա բլա բլա, ասում է ոմն օկտատեր Հայաստանից առանց դեմքով։ Հարգելիս, ուզում եմ ասեմ, որ շատ եք սխալվում, քանի որ ի տարբերություն հայկական դպրոցներից, որ այս վերջի դեպքը բոլորիս հանրահայտ ցույց տվեց, թե ինչ է կատարվում անդաստիրակ աշակերտների, պլյուս ծնողների, պլյուս տնօրեն ուսուցիչների ամբողջը կարող է ինչպես հոգեբանական տրավմայի ենթարկել մեկ թիքունք չունեցող միայնակ իր երկրում հայրենիքում ապրող հայուհուն, ուզում եմ նշեմ, որը հաղթող է եղել ուսուցչական մրցույթների, ասեմ, որ այստեղ շատ ավելի հոգատար են անգամ երեխաները։ Իմ երեխաները երկուսը ծնվել են այստեղ, գնացել են դպրոց, Middlebar School-ը դպրոց է, այնտեղ ունի հատուկ բուֆետ, որը որ մրգից, բանջարեղեններից, բնական սոկերից, սուպերից, անգամ ամեն ինչ կա բուֆետում եւ մինչեւ Middlebar դպրոցը, այսինքն մանկական դպրոցը մինչեւ որտեղ գնում են երեխաները 12 տարեկան, այնտեղ անգամ եթե դուք մեկ չիպս ու գազիրոնա սոկ ինքդ տանեք եւ այնտեղ ապարատներ գոյություն չունեն, ասեմ պատասխանատվության են ենթարկում ծնողները։ Եթե ծնողը չշտկի սխալը, քաղաքապետարանի հատուկ կրթական օրգանիզացիայի կողմից կանչում են եւ ձեզ մի լավ զգուշացնում են, որպեսզի կարգի հրավիրեք եւ կարեւոր դարձնեք ձեզ համար ձեր երեխու ապրելակերպը։ Այսպիսով ես շատ կուզեի, որպեսզի մեր երկիրը այս ամեն ինչը հոգատարություն ունենար այդքան շատ կարևոր երեխաների համար եւ նման սուտ ինֆորմացիաներ մի տարածեք։ Եվ խոսքս նաեւ ուզում եմ սատարս հայտնել մեր ուսուցչուհուն եւ իմ դիմումը վարչապետին կամ կրթության համակարգին, որպեսզի մարդիկ նման տրավմաների չենթարկվեն եւ ընդհանրապես դա արդար պատասխան տրվի մեկ տնօրենի ազատելով, մեր պահանջն է, որպեսզի բոլորը ունենան արդար փոխհատուցում, որպեսզի սրանից հետո հասկանան, որ չի կարելի նամանավանդ ուսուցչություն, որ դա երկրորդ ծնող է, ոնց հասկացանք այս պարագայում իր արժեքով ծնողից առավել, լինի պաշտպանված իր սեփական երկրում։